Շնորհակալ ենք քեզ Հիսուս, քո թանկագին անվանդ համար Տեր։ Շնորհակալ ենք այն բոլոր ամեն ինչի համար, ինչ որ արել ես մեր կյանքերի մեջ Տեր։ Փառք քեզ։ Շնորհակալ ենք քո սուրբ ու գերբնական ներկայությանդ համար։ Շնորհակալ ենք, որ քեզ չենք տեսնում, բայց քեզ վայելում ենք Տեր։ Փառք ես, որ չենք տեսնում, բայց քո հետ կտկա մեր կյանքի մեջ Տեր։ Փառք քեզ։ Դու ասեցիր երանելի են նրանք, ովքեր ինչ տեսած հավատացին։ Տեր իմ Աստված, շնորհակալ ենք, որ այն հավատքը, ինչ որ կա մեր մեջ ձևավորված, էլի քո շնորհքով եւ քո ողորմությունով է Տեր, որ այսօր մենք կարող ենք քեզ հավատալ։ Այո, միգուցե այսօր մենք չենք տեսնում քեզ։ Միգուցե շատ բաներ չենք հասկանում Տեր, բայց հավատքով քայլում ենք առաջ։ Միգուցե Պետրոսի պես Տեր իմ Աստված այսօր մի գերբնական բանի վրա ենք կանգնած Տեր, որ ամբողջ աշխարհը գոռում է, որ կխորտակվես, կմահանաս, քո մոտ չի ստացվի, բայց դու ասում ես եկ իմ մոտ։ Տեր իմ Աստված, շնորհակալ ենք, որ ջրերի վրայով ենք քայլում, երբ որ դու խոսում ես Տեր։ Շնորհակալ ենք, երբ որ դու խոսում ես, ջրերը Տեր իմ Աստված մեր ոտքերի տակ հաստատվում են Քրիստոսի անունով։ Փառք ես Տերերի Տեր։ Ես չգիտեմ այս խոսքը ում համար է, բայց վերցրա է, զգում ես, որ դու ես։ Միգուցե այսօր քեզ Աստված ասել է մի բան անես, բայց դա խելքից դուրս է։ Հնազանդվի Տիրոջ ու քայլիր առաջ։ Ինչպես որ Աստված Պետրոսին ասեց, եկ իմ մոտ քայլիր, եւ նա ջրերի վրայով քայլեց։ Ես ուզում եմ քեզ ասեմ, որ քո մոտ ամեն բան կստացվի։ Քայլիր ջրերի վրայով։ Միգուցե ամբողջ աշխարհը գոռում ու ասում է քո մոտ չի ստացվի։ Եթե դու Աստծուց լսել ես, ես քեզ ասում եմ, քո մոտ ամեն բան կստացվի։ Աստված համապատասխան քեզ իմաստություն կտա, զորություն կտա, ֆինանսներ կտա, օծություն կտա, որ քո մոտ ամեն բան ստացվի։ Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Եվ ես օրհնում եմ Հիսուսի անունով մեր ժամերն ու ժամանակները։ Տեր իմ Աստված, հանձնվում են քո սուրբ ձեռքերիդ մեջ, Տեր։ Հալելույա, փառք քեզ Տեր։ Շնորհակալ ենք քեզանից, Հայր Աստված։ Քո սուրբ ներկայությանդ համար Աստված, փառք քեզ։ Հալելույա, շիրալա բադագարալա սոտո կորոլո սոտո։ Նույնպես ուզում եմ մի հատ խոսք ասեմ, ես չգիտեմ դա ով է կամ ովքեր են, բայց միգուցե դու խաբել ես քո ընտանիքիդ, որ գաս այսօր եկեղեցի։ Միգուցե մարդիկ չգիտեն, որ դու գալիս ես եկեղեցի, այսպես մի կերպ, մի ձև հասել ես, որ այսօր Աստծուն երկրպագես ու պաշտես։ Տիրոջ կրակը իջնելու է քո զոհերիդ վրա։ Ես չեմ ասում, որ խաբելը ճիշտ է։ Գիտեք, սովետական միության ժամանակ, երբ որ Աստվածաշունչ են ուզեցել մտցնեն տարբեր երկիրներ, ինչ են արել, հարցրել են ձեր մոտ Աստվածաշունչ կա, ասել են ոչ։ Գիտեք, որպես Աստծո խոսքը կա, ամեն անգամ հավատքով ար, երբ որ գալիս ես ու գիտակցե ու հավատա, որ երբ որ դու տուն գնաս, այնտեղ Տերը սրտեր է փոխելու։ Եթե ամուսնուցդ վախում ես, ես քեզ Աստծուց խոսք ունեմ։ Աստված ավելի զորավոր է, քան թե քո ամուսինդ։ Մի վախեցեք քո ամուսինիցդ, հա։ Ոայ կսպանեք, ոչինչ ասնեք, կախե, ոչ բանը չեն է։ Հակառակ Մեր փոքր է հալածվի, թող Տիրոջ փառքն երևա քո կյանքիդ մեջ։ Այս պատմությունը պատմեմ նոր մի հատ աղոթենք կնստենք։ Սմիթ Վիգլսվորթին բոլորս լսել ենք։ Ինքը Աստծո գեներալներից է, հրաշալի զորավոր մարդ է։ Գիտեք, ինքը խմող է եղել ու վադապրավոչիկ է եղել, սանտեխնիկ է եղել։ Ու իր կինն եղել է հավատացյալ։ Ամեն անգամ տուն է գնաց ու կնոջը սկսել է ծեծել, ճնշել, հայոյել, շատ վատ ձև է հետևարվել։ Ու մի օր երբ որ կինը ուշացած ծառայությունից ոնց որ գալիս է տուն, թևից բռնում ու շպրտում է դուրս կնոջը։ Ու ասում է դու ինձ էլ պետք չես, գնա, որտեղ որ կայ, այնտեղ գնա։ Էլ մի արի տուն։ Ու առավոտ երբ որ Սմիթ Վիգլսվորթը արթնանում է, որ գնա գործի, առավոտ ժամը 6-ին, 7-ին մոտավորապես, երբ որ դուռը բացում է, որ դուրս գնա, դռան կողքը սիրած դրսից, կինը նստած ոտքից բռնում է։ Ասում է առանց հաց ուտելու դու ոչ մի տեղ չես գնա։ Պատկերացնում եք ու ինքը խոնարհվում է ուղղակի, ծունգ է ծալում ու ասում է լսե, մի խոսքով չեմ հասկանում, էս ինչ է կատարվում։ Ասում է ես էլ եմ ուզում ճանաչեմ են քո Աստծուն։ Սիրելիս մի վախեցեք հալածանքներից։
Մի վախեցեք, մի փոքր ճնշումներից։ Գիտեք, մեքենաների շարժիչների մեջ եթե ճնշում չլինի, մեքենան չի կարա իր տա։ Մեր կյանքերի մեջ նկատել եք, երբ որ ճնշումները սգնում է, վատ ենք մեզ զգում։ Որ ճնշումներս լավ է, լավ ենք մեզ զգում։ Սիրելիս, կա հոգևոր ճնշումներ, մի վախեցի, հակառակ թող լինեն այս ճնշումները, որ դու կարողանաս քեզ լավ զգաս։ Երբ որ ճնշումներ չկա, դու քեզ շատ վատ ես զգում։ Ու փառք Աստծուն են բոլոր ճնշումների համար։ Հալելույա։ Չգիտեմ, 110-20 է, չէ, 120 մոտավորապես։ Աստված օրհնե բոլորիս, Հիսուսի անունով, կարող եք նստեք, սիրելիներս։ Շատ շնորհակալ ենք ձեզանից, Աստված ձեզ ել ավելի առատապես օրհնե։ Օծված մեր եղբայրներ ու քույրեր ջան, հրաշալի է, զորավոր է։ Փառք Հիսուսին, ամեն։ Թող Տիրոջ փառք իրականում եղնի բոլորիս կյանքի վրա։ Այսօր մեր մոտ ոնց որ տեսակ հաղորդություն է։ Առաջի անգամ ես պատիվ ունեմ իրականում այսեն ծառայություն անցկացնեմ եկեղեցու մեջ, որ հաղորդություն լինի։ Շնորհակալ եմ մեր թանկագին հովիվներից այս վստահության համար, այս հնարավորության համար, որ այսօր պատիվ ունեմ ձեր առաջ կանգնելու ու այս սեղանի մասին նույնպես մի փոքր խոսալու, որովհետև սիրելիներս այսօր մեր մոտ հաղորդություն է։ Ես չգիտեմ դու ոնց, բայց ես միշտ ամեն անգամ ինչքան որ հավատքս հերիկացնում է, ինչքան որ գիտակցությունս ու խելքս հերիկացնում է, միշտ փորձում եմ ավելի ու ավելի հասկանալ սրա խորհուրդը ու ինչքան հնարավոր է ընդունեմ ինձի համար, ոչ թե կողքինիս համար, այ ինձ համար, թե ինչ արեց Քրիստոսը։ Ոնց որ Պողոս առաքյալն ասում է, դա մեծ խորհուրդ է։ Գիտեք, մեծ խորհուրդ է։ Այսօր ես խոսալու եմ խոսք, որը որ համ հաղորդության հետ շատ մեծ կապ ունի, համ էլ մեր ընթացքի, մեր անցյալի հետ։ Գիտեք, ով է հավատում, որ Աստված կենտանի է, բոլորս, փառք Աստծուն։ Ուզում եմ այսինքն քեզ մի հատ լավ բան ասեմ, ու ինձ նույնպես։ Ուզում եմ ասեմ, որ դու հերոս ես, սիրելի քույր կամ եղբայր, որ դու այստեղ նստած ես։ Գիտեք, մի անգամ ինձ հարցրեցին, ասեցին, իսկ ինչով է տարբերվում կրոնը քրիստոնեությունից, որ ասում ենք քրիստոնեությունը դա կրոն չի, դա փոխհարաբերություն է, բան։ Ասում եմ, գիտես ինչ կա, կրոնը միշտ գիտեք ինչ է անում, կրոնը միշտ մարդուն սես մի հատ անհասանելի վիճակի մեջ է տնում, որ դու միշտ պարտավոր ես, որ դու միշտ պետք է ինես, որ դու միշտ ես պետք է անես, դու քիչ ես անում, դու բավական չես անում, ես չգիտեմ միշտ այսեն ջանկերի, զոհերի, սպես ինքնադատապարտության վրա է ամեն ինչ հիմնված։ Քրիստոնեությունը դա փոխհարաբերություն է, դա շնորհք է, որը որ ծրի մեզ փրկություն տրվավ, ու այն խաղաղությունն ու արտարությունն ու որը որ Աստծու կողմից մեզ շնորհվավ Քրիստոսի կողմից ծրի։ Այսօր ես ուզում եմ քեզ ասեմ, սիրելիս, որ դու այսօր այստեղ ես, դա չափանիշն է նրա, որ դու Աստծուն սիրում ես։ Ու եթե հիմա մի փոքր քու կյանքիդ նայենք, իմ կյանքից նայենք, ինչ փոթորիկներ, ինչ երկրաշարժներ էր եղել, բայց այսօր մենք կանք փառք Աստծուն։ Միգուցե ինչեր ես թողել, բայց այսօր դու այստեղ նստած ես, փառք Աստծուն, դու հերոս ես։ Իրականում դու Աստծո հերոսն ես, Աստված քեզ շատ սիրում է, Աստված գնահատում է։ Փառք Աստծուն, դատապարտության մտքերին տեղիք չտաս։ Այսօր գիտեք շատեր այս ժամին, միգուցե հարբած են, միգուցե ես չգիտեմ, վատ բաների մեջ են, օտար վատ երաժշտություններ են լսում, ուրիշ վատ չգիտեմ ինչերի մեջ են, բայց այսօր դու, ես ընտրել ենք այն բարի բաժինը, լինելու Աստծո ոտքերի տակ, գալու Աստծո խոսքը լսելու։ Այո, այստեղ կանգնած Հիսուսի անունը փառավորելու, ոչ թե մի ուրիշ անվան։ Ու ուզում եմ ասեմ, ապրիս, հալալ է քեզ, հալալ է ինձ, ապրիկ, իրականում Աստված օրհնե մեզ բոլորից, այս մութ ու խավար այս աշխարհի մեջ, որ փորձում ենք մեր լույսը, մեր աղվությունը պահելու։ Այո, միգուցե կասես, բայց Արմեն եղբայր, չի ստացվում ժամանակը, նորմալ է, կարևորը դու որոշում ունիս ու դու այսօր այստեղ ես, դու որոշում ունիս Աստծուն չթողնալու, դու որոշում ունիս Աստծո հետևից գնալու։ Հիսուսն ասեց, «Ըգնիսե կբարձրանաս»։ Ամեն։ Դա Հիսուսն ասե։ Հենց որ փառք Աստծուն։ Ու այսօր ես կուզենամ նույնպես խոսել մի փոքր խոսք, որը ասենց սրտիս էլի երեք երկուն ասենց Աստված դրեց, այո կարամ ասեմ Աստված դրեց։
Աստված ետ է բերելու քո կորցրածը, իմ կորցրածը, այն ինչ որ կորցվել է մեր կյանքերի մեջ, ինչ որ միգուցե շեշտում եմ, սատանեն է գողացել կամ մեր խելքի պատճառով են կորցրել։ Գիտեք, սատանեն այսպես լավ աշխատել գիտե, ահա, դու այն ժամանակ եթե իմաստուն լինես, չէ՞, կորցնեմ, մի կորցրել ես, էլ ոչ բան հետ չի գա, Տիրոջ ձեռքը չի կարճացել։ Եթե սատանեն է գողացել, առավել եւս Աստված 7 անգամ ավել կարա ետ վերադարձնի։ Հիմա ես չգիտեմ դու ինչքանով կարող է հավատքով ընդունես, չընդունես, ասեմ, դա քո արդեն խնդիրն է։ Լավ կլինի, որ ընդունես։ Ինչքան որ հավատք ունես, այս խոսքը, որ շաղաղվի հավատքով, որ պտուղ բերե քո կյանքիդ մեջ։ Կարաս չհավատաս, կարաս ուղղակի լսես լսելու համար։ Ի վնաս քեզ կլինի։ Գիտեք, Կայենն ու Աբելը հետաքրքիր երկու եղբայր կային։ Աստված Ադամը հաստատ խոսացել էր զոհերի մասին, համաձայն եք, դե ինչ ձև պետք է զո մատուցել, որովհետև եթե չխոսածած չլինեին, իրաք երբեք զոհե չէին բերել, չէին իմանա, որ պետք է զոհեր մատուցել Աստծո առաջ։ Բայց հետաքրքիր է, որ նույն սերմը սերմվավ երկու եղբոր կյանքի մեջ։ Աբելը գնահատեց, հասկացավ ու ճիշտ ձևի մոտեցավ, իսկ Կայենը ոչ։ Հետո Կայենը նեղեցավ Աբելից։ Սիրելիներ, Աստված ջգողություն չի տնում ստեղ, ոչ մեկիս կյանքի մեջ։ Աստված սիրում է մեզ բոլորիս հավասար։ Այնքան սիրեց, որ տվեց իր միածին որդուն, մեզ համար։ Դեռ երբ որ մենք մեղքերի մեջ ու իրան թշնամի էինք։ Ով իր թշնամու համար պատրաստ իր երեխուն զոհե, ոչ մեկս, դա խելքից դուրս բան էր, ինչ որ Աստված արեց մեզ համար։ Ու ինչ եք մտածում, ոնց որ առաքյալն է ասում, եթե չխնայեց իր միածին որդուն, կարող է բան լինի, ինչ որ խնայե ինձ ու քեզ համար։ Իհարկե ոչ։ Ամենաթանկը տվեց, ամենաթանկին չխնայեց մեզ համար, առավել ևս նյութական կամ մի ուրիշ բան հաստատ չի խնայի։ Հենց որ խնդիրը Աստծո մեջ չէ, շատ անգամ խնդիրները մեր մեջն է, բայց յուրաքանչյուր խնդիր ելի կարա ունենա իր լուծումը։ Ամեն։ Ու գիտեք, Աստվածաշնչի մեջ հետաքրքիր մի տեղ կա, Ժողովող 3:15-ի մեջ գրված ասում է. «Եվ Աստված կորոնե անցկացվածը»։ Հետաքրքիր մի խոսք է։ Գիտեք, ինչ է անցկացվել քո կյանքի մեջ։ Առողջություն, փոխհարաբերություն, ֆինանսներ, կյանք, ընտանիք միգուցե, տարբեր բաներ կա։ Գիտեք, այսօր ես Աստվածաշնչից մի 3 տեղ եմ դուրս հանենք, այնքան հրաշալի տեղ է, երբ որ կարդում ես ու նայում ես այս տեղերը, իրականում հավատք է պես պետք որ ընդունես, որ հասկանաս իրականում, բայց կարող է sense բան լինի։ Այո, Աստծո հետ ամեն բան կարող է։ Աստծո հետ ամեն բան հնարավոր է։ Եթե Աստծո մեջն ես, այո։ Գիտեք, ինձ համար միշտ այսպես հարց է եղել։ Օրինակ, էլի, շատ անգամ Աստված նկատել եք, այնց գերբնական միջոցներով, ճանապարհներով է գործում մարդու կյանքի մեջ։ Ինչի՞, որ մարդը տեսնի, որ Աստված է արել։ Հիշում եք Հիսուսին, ասում է եկան ասեցին, որ Ղազարոսը հիվանդ է, էլի, վատ է, մահամերձ է, շուտ արա, ասում է դիտման բինկը ուշացրեց իր ճանապարհը, ուրիշ կողմով գնաց։ Ինչի արեց sense բան, որ մանար, բայց կարա շուտ գար, չէ, հասներ։ Եթե ինձ կամ քեզ մի հարցով դիմեն, դժվար թե մենք այսպես ասենք կայնի դիտանք, մեր գոր ուշանանք, դո մանա նոր գնանք։ Հիսուսը ինքը չգիտեր, որ մանալու է Ղազարոսը, գիտեր։ Ու հետաքրքիր է, երբ որ արդեն մահացավ, դարձավ աշակերտներին ասեց, հիմա պետք է որ մենք գնանք Ղազարոսի մոտ, նա ննջել է։ Հա, ասում եք, գնանք նրան կարտնացնենք։ Ասում է երկրորդ անգամ ասեց, ինքը մեռել է, գնանք։ Այսինքն սա արդեն ինքը մեռել է, պետք է գնալ իրաց մոտ։ Գիտեք, մեր կյանքերի մեջ, սիրելիներ, հիմա կասես, ես ինչ ավետարան ես քարոզում, Արմեն ջան։ Գիտես, մեր կյանքերի մեջ բաներ կա։ Ես չգիտեմ, հիմա դու ինչքանով Աստվածաշնչյան է։ Բաներ կա, որ Աստված դիտմամբ կարող է մի փոքր ուշացնել մեր կյանքերի մեջ։ Մեզի կթվատեք ուշանա։ Բայց իրականում ամեն բան իր հսկողության ու իր ժամանակների մեջ է, որովհետեւ տենանք, որ Աստված արեց, որ հոպարը չփառավորվի, քերին չփառավորվի, դու կամ ես, մեր անձը, մեր ճարբիկությունը չփառավորվի, այլ Աստված։ Ամեն։ Ու գեղեցիկ տեղ էր, երբ որ Հիսուսը գնաց իր աշակերտների հետ, ասում է Ղազարոսին ինչ արեց, մի անգամից մոտեցան։
Հիսուս ջան, եթե շուտ այստեղ լինեիր, եթե չմանար, ասում է ոչինչ, հարություն կդամ, ասում է այս գիտեմ հարության օրը, ասում է ես եմ հարությունը։ Կամ մարդու անունը հարություն է, քեզ լավ զգա։ Դու ես հարությունը։ Դու պետք է հարություն տաս։ Հալելույա։ Ու Հիսուսն ասեց ես եմ հարությունը։ Դու ես հարություն տվողը։ Ամեն։ Որտեղ իր անունը Հիսուս է։ Ամեն։ Ու ինչ արեց Հիսուսը։ 4 օրվա մահացածին հարություն տվեց։ Գրված ասում է հոդել էր։ Գիտեք, երբ որ մարդ մահացածը մի փոքր է դեմքը սևծած է, չէ՞, ավելի վտանգ արդեն հավատքը կարելի ասած լավ ընկած է, բայց սրան գումարած մի հատ է հոդ է գալիս։ Դժվար է այս կարգի հավատքը լավ բարձր լինի, որ կարողանաս հարություն տաս։ Բայց ամեն բան հնարավոր է։ Ամեն։ Ինչ արեց Հիսուսը։ Հիսուսը մահացածին հարություն տվեց։ Սիրես, միգուցե կյանքիդ մեջ բաներ կա, որ մահացածը ու հոդ է գալիս։ Կարևորը հարությունը կա։ Եթե Հիսուսն եկավ, ամեն բան կարող է հարություն տա։ Ամեն։ Հոբ 42:10-ի մեջ ինչ է գրված։ Ասում է. «Եվ Աստված վերադարձրեց կորածը Հոբի»։ Հետաքրքիր է, ինչ էր կորցրել Հոբը։ Մենք շատ լավ գիտենք։ Սենց խոսում ու անցնում ենք։ Ես միշտ ասում եմ, Հոբի մասին երևի գիտեք, պետք է մի փոքր քիչ խոսալ։ Ինչի, որովհետև այս մարդու անցածը շատ անգամ կարող է սենց պատմենք, չէ՞, հիմա ինչ տակ, մեզ համար հանգիստ նստած ենք, ույուտնի, փորերս կուշ, չէ՞, տներս փառք Աստծուն, աբաով, երեխաներս առողջ, ծնողներով, լավ եկեղեցով շրջապատված ու խոսում ենք Հոբի մասին։ Հոբի չարչարանքների, տառապանքի մասին։ Հոբը 10 երեխա կորցրեց մի օրվա մեջ։ Ունեցվածքը կորցրեց, ամբողջ իր ամեն ինչը կորցրեց։ Բայց հետաքրքիր է, ինչի մեջն էր կայանում այս Հոբի, կարելի ասել, ես չգիտեմ, համարձակություն չեմ վերաբրի, ես ոնց որ ոչ գնահատականներ տամ, հա, ոչ է Հոբի կյանքին կպնել, որովհետև իր կյանքով ես չեմ անցել, չեմ կարա հասկանամ, հա։ Մարդիկ կա, որ երեխա են կորցնում ու կամ մե ուրիշ վատ բանի մեջ են ընկնում ու Աստծուց են հեռանում։ Սենց մարդիկ կան։ Ես էլ եմ ասում, ես ոչ մեկին չեմ կարա գնահատական տամ, որովհետև դա մի բան է, ինչ որ վերաբրում է անձամբ մարդը, չէ՞, ասում է նայողը ինչ գիտե, անցնողը գիտե։ Իհարկե ես հավատում եմ, որ Աստված նույնպես կարող է ամեն մեկին վերադարձնել, որովհետև Աստվածաշունչն ասում է, որ ամեն կտրված ճյուղ նույնպես Աստված կարա էլի պատվաստե։ Դա Աստծո ձեռագիրն է։ Ոստեղ Հոբի կյանքի մեջ գրված է, ասում է ոչ թե նա միայն վերականգնեց, գրված է նա կրկնապատկեց։ Ինչ որ ուներ Հոբը կրկնապատկվավ։ Ունեցվածքը, երեխաները, գիտեք, գրված ասում է իր աղջիկները ամենասիրունն էին այս երկրի մեջ։ Գիտեք, մի ժամանակ, երբ որ Հոբին բոլորը գոռում ասում էին, այն անիծված է, այն մեղավոր է։ Գիտեք, չէ, ընկերներն եկել էին ու ամեն մեկը մի հատ գնահատական էին տալիս։ Դու մեղքի մեջ ես, վարկով փող ես տվել, տոկոսով մեկին փող ես տվել։ Ես չգիտեմ, սրան ես նեղ է, նրան ես նեղ է, դրա համար ես պատիժն է քեզ հասը։ Ու Հոբը իրականում արտար էր Աստծո առաջ ու ասում էր, ես չեմ հասկանում, ես ինչ է կատարվում իմ հետ։ Ոնց որ ինքը ցանել էր մի բան, բայց հնձում է լրիվ ուրիշ բան։ Բայց հետաքրքիր է, որ Աստված եկավ իր կյանքի մեջ։ Գրված է ասում է ինքը ամեն բան վերականգնեց ու կրկնապատկեց։ Ու իր աղջիկները ամենասիրունն էին այս երկրի մեջ։ Գիտեք, մի ժամանակ, երբ որ Հոբից բոլորը փախչում էին, հետո եկավ ժամանակ, որ բոլորը ուզում էին Հոբին դառնային խնամի, ինչի, որ իր աղջիկան տանեին իրաց տունը։ Դու չգիտես, Աստված ինչ նվերներ ունի քեզ ու ինձ համար պատրաստած, բայց հաստատ Աստված ունի։ Ինչն է կարևոր, հավատքի ճանապարհի մեջ հավատարիմ մնալ Աստծուն։ Հոբի պես կանգնել Աստծո առաջ։ Հոբի պես, ինչպես որ գրված ասում է, շուրթերով չմեղանչեց։ Հետաքրքիր է, որ կինն եկավ ու ասեց, լսե, հիմար, պատկերացնում ես, ասում է, մինչև պետք է դու Աստծուն հուսաս։ Ես չգիտեմ, մարդիկ կա, որ լսած կլինեն իրաց կյանքի մեջ, երբ որ նեղություն եկե հենց իրաց հարազատներից, մինչև հերիք չէ, ինչ եկեղեցի, ելտես ինչ ես անում, ես չգիտեմ, ես են։ Դարձավ ու մի հատ հետաքրքիր պատասխան տվեց։ Ասեց, լսե, ասեց, իհարկե մենք լավ գիտենք իր ճանապարհը,
ու գրված ասում է իր շուրտերով չմեղանջեց։ Ինչքան կարևոր է, գիտես, Աստված չի նայում մեզ, երբ որ այն ամեն ինչ շատ լավ գնում է, բոլորս փառաբանում ենք։ Գիտես, երկինքը երբ է ուշադիր իմ ու քո նկատմամբ, երբ որ անցնում ենք մի հատ անապատի միջով, ինչ կխոսենք։ Մարդ կասում է, անեծք ու մահ եմ կանչում իմ վրես, ի վնաս քեզ։ Ուրեմն գիտեք, առակացի մեջ գրված ասում է, եթե նեղությանդ օրը դու դկարացար, չէ, նեղությանդ օրը, այսինքն այս անապատ, ուրեմն իմ խոսքերով քո մեջ ոչ մի բան չկար։ Իսկ շատ կարևոր է։ Գիտեք, մենք երբ ենք մեզ ճանաչում, երբ որ մենք գնում ենք անապատների մեջ կամ անցնում ենք անապատով, այս ժամանակ ենք մենք ճանաչում ով ենք մենք։ Հիշում եք, երկրորդ օրինաց Աստված ասում է, քեզ կտանիմ անապատ կպտտացնեմ, որ դու տեսնես քո սրտիդ մեջ ինչ կա։ Սիրել, շատ կարևոր է ու օրհնություն է մեծ անապատը բոլորիս համար, ու պետք չէ փախնել անապատից շատ անգամ։ Ամեն։ Ու գիտեք ինչ Երեմիա 30:17-ի մեջ ինչ է գրված։ Հետաքրքիր մի խոսք է, ասում է քո վերքերիդ վրա ես պետք է դարման տեղ տնեմ։ Գիտեք, այստեղ շատ գեղեցիկ մի տեղ է։ Վերքերը մենք շատ լավ գիտենք, եթե այսօր դու ունես վերք, դա չի նշանակում, որ ես չգիտեմ նոր եղավ, դա նշանակում, որ արդեն եղած է։ 3 եղե, մի ժամ առաջ եղե, 5 օր առաջ եղե։ Աստված ասում է, ես ունեմ համապատասխան տեղ քո վերքերիդ համար։ Աստված կարող է բժշկել քո անցյալիդ վերքերը։ Աստված կարող է քեզ տա համապատասխան մխիթարություն, որ դու կարողանաս բժշկվես, անկախ նրանից, ինչ վերք են հասցրել քեզ, անկախ նրանից։ Կարևոր է, որ լինես Աստծո ջրերի մեջ տնկված, Աստծո ջրերի մեջ հաստատված, որովհետև միայն Աստված կարող է բժշկել բոլորիս։ Ու իրականում Աստված կարող է։ Մի անգամ շատ հետաքրքիր էր, մի մարդու համար պետք է աղոթեի ու լսում էի Աստված ինձ ուժեղ էր խոսում իմ ներսս մի քանի տարիներ առաջ էր ու ասում էր, լսա, ասում էր ոչ մի բան մի խոսա, ուզում էի այսպես մարդկորեն խոսայինք, կողքից բան, ասում եմ մի խոսացեք իր այդ, ոչ մի բան մի արեք։ Ասում եմ դու միայն գիտես ինչ ար, ասում էր բեր իմ ներկայությանս մեջ իրան, որովհետև շատ անգամ սպիներ վերքեր կա, որ մարդկային ձեռը, որ կպնում է, էլ ավելի է ցավացնում։ Ասում է թույլ տուր, որ իմ յուղս կա այնտեղ։ Մեզանից ինչ է շատ ժամանակ անցնում, ոչ թե մարդուն, այ բերենք պրոստը Աստծո ներկայության մեջ։ Հոբին խոսքեր ընդհանրապես պետք չէր, Հոբին Աստծո ներկայությունն էր պետք, ու ինքը բժշկավ միայն Աստծո ներկայության մեջ։ Ամեն։ Գիտեք, շատ անգամ 4-րդ թագավորած, այստեղ մի հետաքրքիր տեղ կա գրած, 6-րդ գլուխ 5-ից 7-րդ խոսքերը։ Գիտեք ինչի մասին այստեղ։ Կացինի, հիշում եք, երբ որ մի մարդ ասում է կացինով գործ էր անում, ու ասում է ընկավ ջուրը։ Երբ որ ընկավ ջուրը, հիմա սիկ մի հատ վերցրա, այսենց, երբ որ ես կարդում եի այստեղ է, հետաքրքիր մի բան էր։ Եթե փոխաբերական մի հատ համեմատություն բերենք մեր ընթացքի, մեր կյանքերի հետ, գիտեք, երբ որ այս երկաթը գնում է ջուրը, առնվածը պետք է իջնել ներքև, չէ, գտնել ես երկաթին ու բարձրացնել վերև։ Բայց հետաքրքիր մեր լուծում էր տալիս այստեղ Մարկարեն։ Ասում էր, եթե ճուղ պոգես գցես ջրի մեջ, այս երկաթը կբարձրանա վերև։ Գիտեք, ծառից մեջ ճուղ պոգեցին, գցեցին ջրի մեջ ու այս երկաթը բարձրացավ վերև։ Սիրելիս, ամեն ինչ որ կարող է միգուցե, չգիտեմ, կորել է կյանքին մեջ, այսինքն խորտակված վիճակ է։ Ճուղը շատերն ասում են, դա այն խաչի խորտապատկերն էր փայտի։ Եթե այստեղ կա Հիսուսը, ամեն բան կարող է ելնի նույնպես էլի ջրի երես։ Կարող է քեզանից բաներ կա գողացված ֆինանսական կարգով, ու այն որ ասում արդեն վրեն խաչես քաշը։ Աստված կարա էս էլ վերականգնե։ Աստված կարա այնց մի հատ հարցերը լուծե, ես չգիտեմ, եթե տարածքի հետ խնդիրներ կա։ Ամեն բան հնարավոր է Աստծով։ Ամեն։ Ուղղակի այսինքն արագ անցնում եմ, որպեսզի երկու տեղը կարդանք հաղորդությունից, որովհետև մենք այսօր հաղորդություն ենք ունենալու։ Գիտեք, Աստվածաշնչի մեջ նույնպես 4-րդ գլուխ 8-րդ գլուխ 4-րդ թագավորած 8:1-ից 5, այստեղ ուզում եմ կարդալ։ Այստեղ մի հետաքրքիր տեղ է 4-րդ թագավորած 1-ից 6-ի մեջ։ Նայեք ինչ է գրված։ Այստեղ մի տեղ է, բանի մասին է, երբ որ
Հիշում եք մի կին կար, որը որ Եղիսեի համար երկրորդ հարգը ասում է վերնատունը տեղ պատրաստեց, որովհետև ասում է ամեն անգամ Եղիսեին ասում էր ու տեսնում էր, հետաքրիր է գրված, ասում է Պաստայանն սվիտոյ, ասում է միշտ տեսնում էր Եղիսեին ու իր համար մի սենյակ պատրաստեց, ասեց, որ այս տեղը տանք այս Աստծո մարդուն, որ ամեն անգամ երբ որ կա ինքը տուն ունենա։ Հետո մի օր ինքը գալիս է այս կնոջ մոտ ու ասում է Աստված սով է կանչե երկրի վրա 7 տարի։ Հետաքրքիր է, չէ՞։ Ասում է երկրից է դուրս էլ, որպեսզի կարողանաս ապրես։ Ու թողնում ինքը գնում է իր ընտանիքի հետ միասին երկրից դուրս է ելնում։ Ու երբ որ Գեհեզիան թագավորի առաջ կանգնած արդեն 7 տարին անցել էր ու պատմում էր այն բոլոր Եղիսեի հրաշքների մասին, ինչ որ Եղիսեին արել էր։ Ու հետո պատմում էր այս կնոջ նույնպես երեխու մասին, որ Եղիսեյ կնոջ երեխային հարություն էր տվել։ Ու երբ որ այս կինը գալիս կանգնում է թագավորի առաջ, խնդրելով իր տունը, խնդրելով իր հողը, որովհետև ետ է վերադարձել արդեն իր երկիր, ու նայեք ինչ է գրված 5-րդ խոսքից 5-ն ու 6-ը։ Եվ երբ որ նա թագավորին պատմում էր, թե ինչպես ողջացրեց մեռելներին, ահա այն կինը, որի որդին ողջացել էր, բողոքում էր թագավորին իր տան եւ իր արտի համար։ Եվ Գեհեզին ասեց. ով իմ տեր, թագավոր, սա այն կինն է եւ սա նրա որդին է, որին ողջացրեց Եղիսեյը։ Եվ թագավորը հարցրեց այն կնկան, նա էլ պատմեց նրան, եւ թագավորը նրան մի ներկինի տվավ, ասելով. Ետ դարձրու դրա բոլոր ստացվածքը եւ արտի բոլոր արդյունքը նրա այս երգիրը թողած օրիցը մինչև հիմա։ Հետաքրքիր ասում էին 7 տարվա, երբ որ ինքը իր երկրից դուրս ելել է, ինչ պտուղներ, ինչ հունձք, ինչ օրհնություններ կարար ունենալ։ Ասում ես 7 տարվա ունեցվածքը իրան ետ կվերադարձնես։ Բայց այս կինը թողե գնացել էր մի ուրիշ երկիր։ Գիտեք, եթե Աստծո խոսքով դու մի բան այսօր թողել ես կամ թողնում ես, Աստված կվերադարձնի քեզ 7 անգամ ավելիով։ Հետո մտածում ասում ես, հա, այս ինչ աշխատանքից հրաժարվա, Աստված ջան, թե որ քեզ ծառայեմ, բայց ոնց որ թե կյանքիս մեջ, միգուցե երկրորդ տարվա մեջ ես, սպասի քո 7-րդ տարվան։ Երբ որ կանգնար Տիրոջ առաջ, ես չգիտեմ, եթե գնալու ես Փարիզ կամ Մոսկվա կամ ես չգիտեմ, մի ուրիշ տեղ գործ էին առաջարկել, բայց դու Աստծո անվան համար ես թողել, քո ծառայության համար ես թողել։ Ու այսօր դու անցնում ես անապատ, այսօր դու անցնում ես նեղ ժամանակաշրջանի մեջ, ու հաշվում ասում ես, բայց այնտեղ ամիսը ես չգիտեմ $5,000, $1,000 կամ 100,000 ռուբլի գումար կունենայի։ Գիտես, մի օր դու այստեղ ծառայելով, չաշխատելով այնտեղ, Աստված այստեղ քեզ վարձահայտույց է լինելու։ Ես չգիտեմ հիմա դու ինչքանով կարող ես ընդունես։ Ես խոսում եմ այն մարդկանց համար, ովքեր որ բաներ են թողել Աստծո համար։ Սիրես, երբեք թույլ չտաս սատանային, որ կա ասպես շշնջա, ականջիդ տակ, հա, ամեն բան զուր է, տես, դու հիմա գնայиш, ինչեր կունենայиш։ Ես քեզ ուզում եմ ասեմ մարգարեական, Աստված 7 անգամ ավելի է տալու չաշխատելով։ Դու չես աշխատելու, բայց դու ունենալու ես այստեղ Աստծուն ծառայելով։ Դու պետք է այնտեղ գնայиш, քրդնեиш։ Դու այստեղ Աստծուն ծառայելով, այնտեղ քո աշխատածը դու ունենալու ես։ Գիտես, ես հավատում եմ մի քիչ զոհաբերական քրիստոնեության կյանքին։ Մեր Հովվ Արթուրը մի հետաքրքիր քարոզ ունի, կոչվում է սնիշկի, փատիլներ։ Ես չգիտեմ, մարդ կա որ լսել է։ Հրաշալի խոսք էր։ Ասում է, գիտես, ասում է, այսօրվա քրիստոնեությունը նման է փատիլի։ Ձայն, գիտեք, չէ՞, ցնի փատիլներն նոր իջնում են։ Ու հետաքրքիր մի օրինակ է բերում։ Ասում եմ, մեզանից առաջ գնացողները, մեր հայրերը, իրաք նման էին երկաթի։ Ինչ ձև ուզեցան չկարողացան իրաց կոտրեին։ Նրանցից հետո կսեգանք մենք ոսկե սերունդը, չէ՞, արդեն ոսկե եկեղեցիներ կա, դալիճներ կա, հալածանքներ չկա, ինքնաթիռներով են արդեն գնում գալիս, մեքենաներ ունեն։ Ու ասում է, մենք այն ոսկիներն ենք, որ մեր հայրերը կուզենային տեսնեին իրացից հետո, ինչ ենք թողել, ու ոսկիներ էին թողել։ Ասում է, հիմա գիտեք ինչ քրիստոնեություն է եկել։ Փատիլներ, որ իջնում է,
Չի տես ինչ է օդի մեջ։ Ձեռի չասած արդեն ինքը հալում է։ Սիրելիներս, ես հավատում եմ զորության զոհաբերական կյանքին, այն զոհերի կյանքին։ Մի նայ որ մենակ քեզ հեշտ լինի, որ այս ժամանակ դու Աստծուն հետևես։ Ես քեզ ուզում եմ ասեմ, վարձքդ քիչ է լինելու։ Եթե բաներս թողե կամ թողնում ես կամ Աստված ասել է թող, առանց մտածելու թող։ Լուրջ բան եմ ասում։ Եթե հարցդ կանգնած է, խորանամ Աստծո մեջ, ծառայության մեջ, Աստված sense բաներ ասե, տե մի փոքր շատ աշխատեմ։ Պետք է թող աշխատանքը։ Ես լսեք, ծայրահեղության իհարկե չենք հասնում, ես գիտեմ որ դուք հասկանում եք ինձ ինչ եմ ասում։ Եթե Տերը խոսում է սրտիդ մեջ, այս կնոջ պես Աստված կարա կորցրած է ետ բերի, որ խնդրեմ կարող եք գալ նվագեք սիրելիներս։ Ամեն։ Ու գիտեք մի հրաշալի տեղ եք այստեղ։ Առաջի թագավորած 30-րդ գլուխ Առաջի թագավորած 30-րդ գլուխ 7-ից 8-րդ խոսքերը։ Գիտեք, այստեղ այն տեղն էր, երբ որ Դավիթը փախել էր Սավուղից, ով է հիշում այս պատմությունը։ Ու Սեկելակ ասում է, իրաք մի պատերազմի է գնում, իրա կողք արդեն մարդիկ էին հավաքվել։ Ու գնաց պատերազմի։ Երբ որ գնաց պատերազմի, գրված է ասում է թշնամիներն եկան ու գերի վերցրեցին իր աղջիկներին, երեխաներին, ունեցվածքը ու տարան։ Այն կարգի էր հասել, որը գրված է ասում է Դավիթին ուզում էին քարկոծեին ու սպանեին։ Պատկերացնում եք, իր կողքիններն ու հարազատները մեղադրելով, ահա, այս ուր դու մեզ տարար, ինչ հիմար որոշում կայացրեցիր, որ չտանեሽ մեզ այս պատերազմի, մեր երեխաները հիմա մեր կողքը կլինեին, եթե դու մեզ չտանեሽ, մենք մեր երկիրը կպաշտպանենք, մեր երեխաներին կպաշտպանենք, ու հիմա մենք այսօր չունենք ոչ կին, ոչ երեխա ու ամեն բան տարան։ Ու գրված ասում է, քարերը վերցրին, նույնիսկ ուզում էին քարկոծեին Դավիթին։ Ու հետաքրքիր է Դավիթի պայվածքը ու Դավիթի հասկացողությունը։ Գիտեք ինչն էր հետաքրքիր, որ արդեն տարել էին, ունեցվածքը կորած էր, ժողովրդին տարել էին։ Գրված ասում է 7-րդ խոսքի մեջ, ասում է եւ Դավիթը Ագիմելեկի որդի Աբիաֆար քահանային ասեց. Եփոթ մոտեցրու ինձ, եւ Աբիթայը եփոթը Դավթին մոտեցրեց։ Դավիթը Տիրոջը հարցրեց եւ ասեց. Այս գունդի հետևից հալածեմ նրանց, քասնեմ։ Եվ նա նրան ասեց. հալածիր, որովհետեւ անպատճառ կհասնես եւ բոլորովին կազատես։ Ռուսերեն գրված ասում է «Ну Давид укрепился надеждою». Գրված ասում է Դավիթը զորացավ Աստծով, հույսով, երբ որ մտավ Աստծո մոտ։ Գիտեք, այս հետաքրքիր այս Ավիաֆարն ով էր։ Ավիաֆարը հիշում եք, երբ որ գրված ասում է 85 քահանա, երբ որ սպանեց Սավուղը, երբ որ օգնություն էին ցուցաբերել Դավիթին։ Ավիաֆարը քահանայի մեկի որդին էր։ Ասում եմ մենակ ինքը կարողացավ փախնել այս քաղաքից։ Բոլորին սպանեցին։ Ու գիտեք, երբ որ փախավ քաղաքից, ինչ վերցրեց իր հետ այս Ավիաֆարը։ Եփոթ։ Մի հատ խնդրեմ Եփոթը գցեք այս նկարը։ Եփոթը ինքը մի հատ զգեստ էր, որը խորհրդապատկեր ուներ։ Այս Եփոթը տեսնում եք։ Ինքը 3 խորհուրդ ուներ։ Առաջինը քահանական զգեստ, երկրորդը կապ Աստծո հետ, եւ երրորդը Աստծո ժողովրդի խորհրդանիշը։ Պատկերացնում եք այս Եփոթը, երբ որ գցում էին իրաց վրա, ու մտնում էին Աստծո ներկայության մեջ ու սկսում էին Աստծուն բաներ հարցնել, Աստծուն կանչել, ու Աստված սկսում էր պատասխանել։ Գիտեք, երբ որ կարդում ես այս տեղը, այնց ուժեղ ձևի գրավիչ տեղեր են։ Հետաքրքիր է, երբ որ փախնում էր, գիտես ինչ վերցրեց իր հետ Եփոթը։ Գիտեք, Սատանեն կարող այսօր ամեն ինչ գողանա, բայց մի բան չի կարա երբեք գողանա։ Կարաս ասես ինչը։ Քո Աստծո կապը։ Գիտես Աստված ինչ չի կարա գողանա։ Քո կոչումը։ Սատանան, կներեք։ Հիմա կասես ո՞նց չի։
ինքը չի կարա կողանա, եթե դու գիտակցաբար չթողնաս իրան։ Եթե դու գիտակցաբար չհրաժարվես, սատանեն չի կարա կողանա քո կոչումդ։ Գիտեք, սատանեն եկավ ու ամբողջ ունեցվածքը տարավ, բայց հետաքրքիր է, ամենակարևոր բանն էին թողը Եֆոթը։ Եֆոթը դա կապն է մարդու Աստծո մեջ։ Սոր միգուցե քո ընտանիքից շատ բաներ են տարել կամ դեռ տանում են։ Սիրելիս, քեզ մի հատ հարց տամ։ Ունիս Եֆոթ։ Ամենակարևոր բանը քո կյանքիդ մեջ կա։ Դա այսօր այն քահանական զգեստն է, որ կա իմ ու քո կյանքիդ վրա։ Եթե մտնես դու Աստծո ներկայության մեջ ու կլսես այս խոսքերը, կհասնես, կզարգես ու անպատճառ կվերցնես։ Դու կվերցնես։ Միգուցե այսօր շատ բաներ են գողացել, փառք Աստծուն։ Միգուցե այսօր շատ բաներ են տարել։ Ուզում եմ մի հատ հարց տամ. ուր է քո Եֆոթը։ Դու քահանա ես։ Ստեղ մի հետաքրքիր բան կա գրված։ Այս Եֆոթի մեջ ու նայեք ինչն էր, սրանից մի քան տարիներ առաջ Ռասել Պիրալ կար մի հատ, չգիտեմ, հիշում եք, այս մարգարե էր ինքը, եկել էր մեր մոտ ծառայելու, Ռասել Պիրալ, շատ ուժեղ ինքը մարգարե էր։ Մի անգամ բոլորիս կանչել էր առաջ աղոթելու, որ հիշում եմ, ես ինձ համար էր ինքը աղոթում, մի հետաքրքիր բան ասեց անպատճառ կհասնես, կզարգես ու կվերցնես։ Ու գիտեք ինչ ստացվավ իմ։ Եկեղեցուց դուրս եմ ելել, ստացա երկու հատ զանգ, ուղիղ։ Մեկը լավն էր, մեկը վատն էր։ Այն որը որ վատն էր, ամբողջ իմ գործից վրա այսպես խաչ էր քաշում։ Այսինքն իմ առևտրից։ Ու երկրորդ զանգն եկավ վատ։ Ու կարելի ասեց ամեն բան փլուզվավ։ Սա ձերքերս այնպես թուլցավ, չեք պատկերացնում ինչ կարգի վրաս վախ ու հիասթափություն եկավ։ Ու միանգամից միտք։ Տես ինչ խոսար նոր, տես որ ամեն ինչ սուտ է, ամեն բան սուտ է, տես դու ինչ ես անում, կզարգես, կվերցնես, նայ հակառակն եղավ ամեն ինչ։ Սենց նստած չդեմ Լիլիթ քիշես։ Սենց նստած ես ինչ եղավ, ամբողջ աշխատանքս գործես ոնց որ կորավ, որովհետև չեմ ուզում շատ մանրանալ։ Ու այս խոսքն եկավ. «И Давид укрепился надеждой на Господа». Դավիթը զորացավ Աստծո հուսալով։ Մտա ու ասեց Աստված. ես հավատում եմ, որ այս մարդը քո մարդն է, բայց գիտեք ինչ հարցակումներ էր գալիս մտքիս վրա։ Ես հավատում եմ, որ ինքը քո մարդն է, ինքը մարգարե էր, որովհետև իր խոսքը վառեց ինձ, երբ որ լսում էի։ Ու Աստծո հետ խոսալուց զանգ է գալիս միանգամից։ Այն վատ զանգը, որ ասում են, որ ասեց վсё վերջ, ամեն բան խզում ենք, էլ չկա ոչ մի բան, արագի մեջ նստինք հախուաշև ու վերջ։ Ու զանգեց։ Ու անց մի հատ տարբերակներ առաջարկեց։ Անց մի նոր ոնց որ ծրագիր առաջարկեց։ Ուսիկ ինչի պատճառով, որովհետև ինքը այն լավ զանգի մեջ իր դուրը չեր եկել, որ մի հատ էս լավ զանգ էի ստացել։ Մի օրվա մեջ, այս մի ժամվա մեջ ամեն ինչ փոխվավ կյանքիս մեջ ֆինանսական առումով։ Ու գիտեք 13-14 թիվը իմ համար ամենասարսափելի ֆինանսական ծայրահեղ վիճակն եղել, ինձ համար չէ, իմ ընտանիքիս համար, Գյումրիի մեջ ապրելով 15 թիվ։ Ու ես լավ հիշում եմ 13-ից 15 թվերը այս 2 տարին։ Ասում եմ, նա այս հնարավոր բդեղնի մի օր Սենց գրբանդ գումար ունենաս, դու քո գումարդ էլի, մտնես խանութ, պայտակ ինչ սիրտը տեսավ, աչքը տեսավ առնիս։ Խանութից վերայսյա բան չուզես, վիզից են ծրած։ Գազի փողը, լուսի փողը, սրա փողը, միանգամից հանես տա, ստրեսներ չտանիս, ճնշումը չելնի, չիշտնի։ Այս 2 տարին իմ կյանքիս մեջ անապատ տարիներ էր։ Գիտեք 18 թվին հենց այս Պիրալի ժամանակ ես, ամենի ժամանակ, այս խոսքի ժամանակ եղավ։ 18 թվին այնն ստացվա, որ դե շատ մեքենաներ եմ ունեցել, հարցը մեքենան չէ, պրոստը այն ինչ, որ Աստված խոսած սրդիս հետ։ 18 թվին մեքենա բերեցի Ամերիկայից, ինքը 13 թիվն էր, բայց 14 թիվն էր, ուղղակի 13 գրվավ դոկումենտով, ամիսների խնդիր էր։
Առաջի անգամ երբ որ նստայս մեքենայի ղեկին, գիտեք Աստված ինչ խոսած սրտից հետ, մի անգամից։ Ասեց հիշում ես 13-14 թվերին։ Ոյսի Աստված չեմ ուզել հիշեմ։ Սա Քանանի մեջ նստած ես արդեն։ Ասեց մտքովդ կանցներ որ 13-14 թվին Ամերիկայում զավոդում քեզ համար մեքենային սարքում։ Ասի ինձ համար բուկվալներ 3-4 տարվա պատմություն էր։ Գիտեք, երբ որ մենք դու, ես անցնում ենք մի ժամանակաշրջանի միջով, կողքից Աստված հրաշքներ է անում։ Կողքից Աստված բաներ է պատրաստում։ Ուղղակի այս պահը, այս ժամանակաշրջանի մեջ շատ կարևոր է, որ ճիշտ անցնենք։ Հիշում եք Իսրայելին գրված ասում է Աստված ցերեկը առաջնորդում էր ամբի սյունով, գիշերը կրակի սյուն էր իջնում։ Հետաքրքիր է ցերեկը հով էր անում, իսկ գիշերը տաքություն էր անում։ Գիտեք, դա նման է նավիգատորի։ Պատկերացնում եք սյունը որ կողմ գնար, այս կողմ պետք էր գնալ Իսրայելը։ Ու գրված ասում է 40 տարի նրա կայսենից պտտվան, 40 տարի։ Սիրելիներս, մարդ կա, որ 40 տարի չի ապրում։ 40 տարին մի կյանք է, ցելի մեկ կյանք է։ 40 տարի Աստված պտտծրակ, դեք ինչի պատճառով, անհավատության, դժգոհության պատճառով, երկմտության պատճառով։ Բայց իրաք կարային շատ շուտ մտնեին Քանան։ Ուզում ես ասես Աստված դե շուտ ես սյունը թեկեիշ դեպի Քանան տանեիշ։ Գիտեք Քանանը էլ ավելի մեզ կփճացնի, եթե մեր սիրտը փոխված չեղավ։ Սիրելիս, գիտես այսօր շատ անգամ ինչի մենք չունենք այն օրհնությունները, մենք պատրաստ չենք։ Սրանից մի քանի տարիներ առաջ էր իմ եղբորս հետ շատ ոնց որ կոտրվածքներ էր ստացել, շատ նեղ ժամանակաշրջանով էին ասում։ Ոսկի իրաց հացը օրհնում էին այս կարգի։ Ու երբ որ մի օր աշխատանքի ոնց որ գնացինք իր հետ, իրան պետք էր օգնել, կարճացրած եմ պատմում ու շինարարական գործ էր։ Առաջի անգամ ելել էր գործես ձեռնափայտով, այսենց կաղելով քայլում էր։ Ու միշտ մեջս միտք էր ասում է Աստված, ինչի չես օգնում ես մարդուն։ Նա ինչ վիճակի մեջ է ինքը։ Մի գերբնական բան արա, մի հզոր ձեռքը երկարացրա կյանքի մեջ։ Ու գիտեք ինչն էր, հետաքրքիր որ մի օր երբ որ նրա հետ մենք աշխատանքի վայրում պատկերացնում եք սենց ինքը կիսակոտրված շատ վատ վիճակ ընտանիքի մեջ ֆինանսական 0.000-0 ու ոնց որ Սուրբ Հոգին մի հատ միտք բերեր ասեր մի հատ կարաս հարցնես եթե ունենայիš $1 միլիարդ ինչ կանեիš գիտեք երբ որ ես հարցը ես նրան տվեցի Են մուլտիկներ տեսել եք, որ ես աչքերը ֆռում ես, ծնկ 1 ու 0-ներ ու վերջում դոլարի նշանը սենց։ Մոտավորապես այսպես պատկեր ստացանք։ Ասեց ինչ կանեի, ու գիտես ինչպես ներսից։ 3 բան սա 3-ն է իր գլուխը կուդեր։ Մի խոսքով, ուղղակի չեմ ուզում ասեմ ինչ էր ասում էլի։ Ու նայեց իրան ասի փառք Աստծուն, որ դու ոչ մի բան չունիս։ Նեղեցա վզնից 3 ամիս հետս չէր խոսում, մտածում էր տես իրա վատն է ուզում։ Ասի ես քո լավդ եմ ուզում։ Ու եկա ու Աստծո առաջ ապաշխարեցի, Աստված ասեց փառք քեզ, որ դու գիտես ամեն մեկից, դրա համար է դու չես տալիս։ Հիմա ես քեզ դառը ճշմարտություն ունիմ ասելու։ Սիրտդ փոխված չէ։ Դրա համար դու չունիս այն ինչ որ դու կերազես ունենաս։ Աստծո համար տալը ես էլի եմ ասում։ Եթե ինքը չխնայեց իր միածին որդուն, ինչ կարծիք եք։ Ոսկի արծաթ կարող է խնայել մեզ համար։ Պարկեր ունիմ։ Գիտեք, հետաքրքիր այստեղ Դավիթը մի հետաքրքիր բան արեց։ Ինչպես ետ բերես կորցրածդ։ Կարար այս այն ձեռքերը ծալեր, զոյի տեսք ընտուներ, սրտե քարկոց եկնձի մեռնին բրզնեմ, ինչ ենեմ։ Համի ոչինչ, կներեք, էծև ստացվավ։ Գիտեք ինչ էր այդ Դավիթը։ Գնաց իր անցյալի հետևից։ Աստծուց խոսք ուներ ետ բերելու։
Հետաքրքիր է, որ Աստված միշտ կրակ է իջեցնում մի բանի վրա, ժողովուրդ ջան։ Աստված օրհնում են փոքր սերմ ինքը բազմապատկում է։ Բայց գիտես ինչն է հիմա տես դու լսում ես իմ բերնիցս, չէ։ Ուղղակի մենք իրար հետ շատ մոդիկ ենք, շատ լավ ենք, փառք Աստծուն, ամեն օր իրար երես տեսնում ենք։ Կարաս թե արմ։ Ես ցես այսօր այն կարգի ոնց որ Պողոս Առաքյալն էր ասում, որ ասում էր աղա այնենց ուզում եմ որ դու այս խոսքը գիտակցես ու լուրջ վերցնես այս խոսքը։ Մի բան դնես Աստծո առաջ։ Ինչ կարաս դնես Աստծո առաջ։ Որ Աստված բազմապատկ է։ Ամեն։ Աստված բազմապատկ է ու վերջի տեղը Եսայա 61-րդ գլուխ։ Այս տեղը հրաշալի տեղ է, զորավոր տեղ է, 7-րդ խոսք։ Ձեր ամոթի փոխարեն կրկնապատիկ ուրախություն։ Այս տեղերը ես երբ որ կարդում եք, գիտես ինչ է ստանում։ Ասում է ամոթի տեղ պատիվ կրկնագի, խայտարակության տեղ ուրախություն։ Ու ասում է Աստված, բայց խայտարակության տեղ ուրախությունը ո՞րն է։ Գիտեք Աստված ինչ օրինակ մի հատ բերեց։ Հիշում եք Մարիամ Մագդանելացուն, երբ որ բռնեցին վատ արարքի վրա ու բերին գցեցին Հիսուսի ոտքերի տակ։ Ինչ կարծիք եք, ինքը ուրախ էր։ Կամ ինքն էս փառք էր վայելում, կամ հարգանք էր վայելում։ Բայց գիտեք ինչ կատարվավ իր կյանքի մեջ։ Երբ որ Հիսուսի հետ հանդիպում ունեցավ, փոխվավ իր կյանքի մեջ ամեն ինչ։ Ինքը այո սկսեց կրկնագի ուրախություն ունենալ։ Ինքը ունեցավ կրկնագի հարգանք ու պատիվ։ Գիտեք ամենաառաջի բարի լուրը ով բերեց աշխարհին։ Մարիամ Մագդանելացին։ Երբ որ եկան են մյուս Մարիամի հետ տեսան գերեզմանի դուռը բաց է, քարը գլորված է, հրեշտակը նստած, ու ասեց կենտանի Աստծուն, ինչի եք փնտրում մեռելների մեջ։ Ու ասեց ու վազելով իրակ դուրս ելան։ Երբ որ վազելով դուրս ելան, գրված ասում է Հիսուսը նրանց հանդիպեց ճանապարհին։ Ու ասեց գնացեք իմ եղբայրներիս ասեցեք, որ էս ինչ տեղը սպասեն ինձ։ Հետաքրքիր է, որ առաջի բարի լուր տարածող է։ Այն կինն էր, որը որ խայտարակված էր, որը որ ամոթի տակ էր, ուրախություն չուներ։ Սիրելիս Աստված կարող է նենց բաներ են խելքից դուրս, որ չես է պատկերացնում։ Վստահ է Աստծուն։ Որոշում ես կայացրել, գնա Աստծո հետևից։ Լուրջ բան եմ ասում, Աստված այնպես բաներ կարա անի, որ ամոթով թողնա մնացած խոսածողներին։ Աստված կարող է հիասթափեցնել քո թշնամիներին։ Սաղմոս 23-ի մեջ որ գրված ասում է թշնամիներիս առաջ սեղան ես պատրաստել։ Մե ուրիշ խոսքերով Աստված թշնամիներիդ առաջ քեզ պատվելու է ու ամոթով է թողնալու իրաց։ Գիտեք Պետրոսին ոչ մեկս չէինք նախանձվի։ Չէինք նախանձվի։ Հետաքրքիր է, որ կրակի մոտ ուրացավ Պետրոսը Հիսուսին, Պրոստը ես շատ եմ սիրում այս տեղերը, գիտեմ, որ պատմել եմ էլի, մարդիկ կան, որ շատ անգամ են լսել։ Պրոստը սրանք ավետարան են, գեղեցիկ տեղերն են։ Առանց այս պատմությունների ավետարանը ոնց որ չհասկանա մարդ։ Երբ որ կրակի մոտ հայտնվավ, երրորդ անգամ երբ որ ուրացավ Հիսուսին, հիշում եք, ասում է եւ ակլորը կանչեց, ասում է դարձավ ու տեսավ Քրիստոսի հայացքը, ինչ ուժեղ էր այս պահը, որ հայացքներով իրար էր հանդիպել։ Ու Հիսուսը այսպես նայելով իրան, ինքը հիշեց, ամբակորգոր կորում է, ես, ով որ թողնա, ես չեմ թողնա, բայց ուրացավ երրորդը փոքր երեխա էր։ Ու մտածում եմ ուղղակի, ասում եմ երևի Պետրոս այս ժամերի ընթացքի, այս օրերի մեջ մտածում ասում էր, ախ Աստված ջան, եթե ժամանակը դու ետ տայր, հայտնվես կրակի մոտ, ես ուրիշ պատասխան կտայի։ Հետ եղել է, որ ասես ժամանակը ետ դուր, իմ կյանքից մեջ եղել է։ Որ ասում ես, ախ այ ժամանակը եթե ետ էր տար, այս պահը ես ուրիշ պատասխան կտայի։ Եթե ժամանակը ետ տայր, այս պահը ես ուրիշ որոշում կկայացնեի։ Եթե ժամանակը ետ տանք, այն խաչմերուկի առաջ կանգնենք, ես ինձ կգցեին մյուս ճանապարհի վրա։ Ու երևի Պետրոսը այդ էր մտածում։ Մինչև մի օր Ղուկաս ավետարան
ասում է Հիսուսն եկավ, կրակը վառեց, ձուկ էր ժառի տերը, դրած էր քարի վրա, տաք հացը, ասում է Պետրոսին կանչեց, ասեց արի։ Ասում է Պետրոսն եկավ, տեսավ, որ դա Հիսուսն է, բայց չէր համարձակվի ասել Հիսուս դու ես, բայց գիտեր, որ Հիսուսն է։ Ժամանակը ետ տվեց Աստված։ Բերեց այս նույն միջավայրը սարքեց, կրակը, արդեն ձուկը, հացը, ու սկսեց Պետրոսի հետ խոսալ։ Պետրոս սիրում ես ինձ։ Հա։ Պետրոս սիրում ես ինձ։ Հա։ Պետրոս սիրում ես ինձ։ Տեր, դու գիտես, էլ իմ խոսքերից մի նա է։ Դրա համար երբ որ արդեն Պետրոսը կանգնավ ընդրության առաջ մահանալու, դա իհարկե Աստվածաշնչի մեջ չկա, պատմությունն է տալիս, որ երբ որ ուզում էին սպանեին ու խաչեին Պետրոսին, գրված է ասում է Պետրոսն ասեց. չխաչեք ինձ Քրիստոսի պես, ես արժանի չեմ, գլուխս ներքև արեք, ոտներս վերև, ինչի, որովհետև ժամանակը ետ տվավ Աստված, բժշկեց այն ժամանակի մեջ ու ապակայի մեջ ճիշտ որոշում ունեցավ։ Սիրելիներս, Աստված կարող է ժամանակը ետ տա, քեզ բերի կանգնեցնես խաչմերուկի առաջ, բայց կասես անհնար է։ Գիտեք, Պետրոսն էլ էր մտածում, որ անհնարին է։ Պետրոսի մտքով է չէր անցնում, որ Հիսուսը հարություն կառնի, որտեղ եթե անցներ հաստատ ինքը չէր ուրանա։ Ես չգիտեմ ինչ ձև կլինի, բայց Աստված կարա ժամանակը ետ տա քո կյանքիդ մեջ, իմ կյանքիս մեջ։ Ամեն։ Աստված օրհնե բոլորի, ժողովուրդ ջան։ Աստված օրհնե բոլորիս։ Ով ինչ որ թողնում է Աստծո համար, իմացեք, դա երբեք զուր տեղը չի լինում։ Աստված ամեն բան հսկում է։ Ու հիմա կուզենամ, որպեսզի մենք այս տեղը կարդանք, նայեք, այս ամեն ինչը հաղորդության սեղանի հետ շատ կապ ունի։ Երբ որ ասում եմ Աստված կարող է գողացվածը ետ բերի, երբ որ մենք գալիս ենք այս սեղանին։ Հիմա սիրելիներս, առաջի Կորինթացիս մեջ գրված է 11-րդ գլուխ 24-րդ խոսքի մեջ։ Նայեք ինչ ասում Պողոս առաքյալը։ Եվ գոհանալուց հետո կտրեց եւ ասեց. Արեք կերեք, այս է իմ մարմինը, որ ձեզ համար կոտրվում է։ Այս արեք իմ հիշատակի համար։ Այնպես էլ ընտրիկին ուտելուց հետո բաժակ առավ եւ ասեց. Այս բաժակը նոր ուխտն է իմ այրունով։ Այս արեք, քանի անգամ որ խմեք իմ հիշատակի համար։ Գիտեք, Պողոս առաքյալն ասում է ամեն անգամ, երբ որ մոտենում եք այս սեղանին, հիշեք։ Սիրելիներս, այսօր ես գիտեմ ինձանից, որ լավ գիտես, բայց ես կուզենամ, որպես այսօրվա մեր սեղանը, երբ որ մենք մոտիկանալու ենք այս հացին ու այս գինուն վերցնելու, հիշենք ինչ արեց Քրիստոսը մեզ համար։ Գիտեք, շատ լավ է, ուրախ ենք, որ Աստված տվավ մեզ փրկություն, բայց արեք մի հատ գնահատենք այն գինը ու գիտակցենք ինչ ճանապարհով տվեց։ Գիտեք, երբ որ հաղորդություն է, իհարկե ներսի դա ուրախություն պետք է լինի։ Դա ներսի խոնարհություն, ներսի շնորհակալություն ու գոհություն Աստծո նկատմամբ։ Ինչ գնով հասավ մեզ այս փրկությունը։ Կուզենամ համաձայն Աստծո խոսքի Պողոս առաքյալի, որ ասում է. ամեն անգամ հիշեցեք։ Գիտեք, Հիսուսը կանգնավ ու ասեց, Հովհաննես 7-րդ գլուխ. Ով որ չուտե իմ մարմինը, ով որ չխմե իմ այրունը, կյանք չի ունենա հավիտենական։ Ու գրված է ասում է շատերը գայթակղվան նրանից, ասելով. ով կար այս հիմարություն իր ականջների մեջ տեղավորի։ Ինչի, որովհետև ոչ թե միայն մարմին ուտել, այլ հրեական մշակույթի մեջ, ավելի ճիշտ օրենքների մեջ, եթե մարդ կպներ մեռած մարդու, ինքը 7 օր իրավունք չուներ մտնելու խորան, պատկերացնում եք, նույնիսկ խեղդված, սատկած կենտանի մարդ իրավունք չուներ ուտելու, բայց այստեղ Աստված ասում է, ով որ չուտե իմ մարմինը, ով որ չխմե իմ այրունը, կյանք չի ունենա։ Ու գրված ասում է շատերը թողին գնացին ու նաև 70 աշակերտը,
գայտակղվան ու գնացին։ Հետաքրքիր է։ Երբ որ եկավ Հիսուսը 12-ի մոտ ասեց. կարող է դուք եք ուզում գնաք։ Էլի ինչպես միշտ Պետրոս Արաքյալը հզոր դեմք է ինքը ժողովուրդ։ Ինքը ավետարանի ընձի համար ինձ իհարկե ամեն մեկս ունենք մեր հերոսները։ Ինքը իմ հերոսն է։ Պետրոսը ավետարանի մի ֆիգուրա է, որը որ բացատրելու աննկարագրելի ինքը ազնվորություն է։ 12-ից էլի ինքը։ Էլ չգիտեր ինչ ասեր, Բառապաշարի սամանափակում էր երևի մոդը։ Ասես Տեր, դու ես կյանքը, դու ես ճանապարհը, միայն քո հետ մենք կյանք ունենք։ Ճիշտ է, չեմ հասկանում հիմա դու ինչ ես խոսում։ Չեմ կարա ընդունեմ ու տեղավորեմ ներսս, բայց հավատում եմ։ Հիմա ոնց կարա այս հացը մարմին լինի։ Դա խորհուրդն է։ Հիսուսն ասեց, սա իմ մարմինն է, որ հացը կտրեց ու տվեց մարդկանց։ Ու երբ որ գինին տվեց, ասեց, սա իմ արյունը։ Հիմա կարող է չկարողանանք պատկերացնենք, ոնց կարա այս հացը հավատա։ Հավատա, որ ընդունելով այս հաղորդությունը, այն ինչի մասին, որ խոսում էին կորսվածի, Աստված կարող է ետ վերադարձնել։ Գիտեք, միայն Քրիստոսի մեջ կարող է ամեն բան ետ գա։